Ասացի, որ միջազգային հանրությունը մեզ ուզում է պարտադրել այսօրվա համաշխարհային կարգը։ Դա տարածքների ամբողջականության, սահմանների անփոփոխության սկզբունքն է։ Իհարկե, միջազգային իրավունքի նորմերի շարքում կան նաև այլ սկզբունքներ, ազգերի ինքնորոշման իրավունքը, դեռևս ոչ մի իրավաբան չի կարողացել ապացուցել եւ այդպիսի հարց չի էլ դրվել։ Այս սկզբունքներից մեկի գերակայությունը չկա այդպիսի բան։ Չկա։ Եթե գերակայություն դրվում է, ապա դա արդեն ոչ թե իրավական մոտեցում է, այլ զուտ քաղաքական մոտեցում։ Ընդհանրապես այս սկզբունքները ես կարծում եմ երբեք իրավական բովանդակություն չեն ունեցել, այսօր էլ չունեն, այլ թելադրված են քաղաքական մոտեցումներով։ Ցանկացած նման կոնֆլիկտների դեպքում, մի դեպքում դուք կտեսնեք տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառումը, մի այլ դեպքում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառումը։ Մի դեպքում ժողովուրդները կկոչվեն ագրեսիվ սեպարատիստներ, մի այլ դեպքում ազգային ազատագրական պայքարի մարտիկներ։ Մենք պետք է նկատի ունենանք, որ մեր գործը շատ դժվար է լինելու, որովհետև համաշխարհային հանրությանը ընդհանուր առմամբ եւ համաշխարհային պետությունների ընտանիքի մեծամասնությանը առանձին վերցրած տարածքների ամբողջականության եւ սահմանների անփոփոխության սկզբունքները չափազանց կարևոր են։ Չպետք է նեղանալ ոչ մեկից, չպետք է խռովել որևէ մեկից, մեզ ոչ ոք չի դավաճանում եւ ընդհանրապես օտարը չի կարող դավաճանել, մենք կարող ենք մեզ դավաճանել։ Օտարը իրականացնում է իր քաղաքականությունը հանուն իր շահերի։ Ոչ ոքից ասում եմ, չպետք է նեղանալ, պետք է հասկանալ։ Մենք այս սկզբունքին, ասվել է արդեն, հակադրում ենք ազգերի ինքնորոշման իրավունք։ Դա ինչ է նշանակում։ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այնպես, ինչին համաձայն է Լեռնային Ղարաբաղը։ Սա է ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումը։ Ես չեմ ասում ինչ ստատուս, անկախություն, միացում Հայաստանին, ֆեդերացիա, կոնֆեդերացիա, ավտոնոմիա։ Ինքնորոշումը այն է, երբ այդ որոշմանը համաձայն է տվյալ ժողովուրդը, որի բախտը վճռվում է։ Սա է ինքնորոշումը։ Սա մեկ, երկրորդ սկզբունքային հարցը, որ մենք դնում ենք, դա Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքների ստեղծման խնդիրն է։ Ասացի արդեն, միջազգային հանրությունը պարտադրելով իր համաշխարհային կարգը մոռանում է, առայժմ գոնե մոռանում է այս կարևորագույն անհրաժեշտությունը։ Ես կարծում եմ տարածքային ամբողջականություն որպես սկզբունք, բայց դա չպետք է ծառայի կամ չպետք է վերածվի, այդ սկզբունքի կիրառումը չպետք է վերածվի որևէ ժողովրդի բռնի տիրապետության հաստատմանը մի այլ ժողովրդի վրա։ Մենք նման սկզբունքի, նման պարտադրանքի երբեք չենք համաձայնի։